Քննչական կոմիտե չեք ուղարկել, որտեղ կոմիտեն ասել էր, որ ոնց որտեղ բավարար սխալ եմ ասում, բայց այս պատշաճ չեմ, որ գցեն։ Ես առաջի հարցին երևի դուք ուշ եք, դրա մասին խոսեցիք։ Ես պատշաճության քրեական դատավարության շրջանակներում պատշաճության խնդիր չունեմ լուծելու։ Ես երբ որ այս փորձակնությունները նշանակել եմ, ես ստացել եմ, դրա նպատակը որևէ եղանակով որպես ապացույց այն քրեական գործին կամ վարույթին չի վերաբերվում։ Ես բացարձակ ցանկություն չունեմ իրենց ներկայացնելու մի բան, որն իրենք պիտի արած լինեին, բայց մինչև հիմա չեն արել։ Ես ինձ սկզբից ասեցի, այս գործով մենք փաստացի, Արշակ Սրբազանը փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Եվ հետևաբար մենք որևէ մեկին արդարացնելու միտում չպիտի ունենանք այս փորձակնություններով։ Պարոն Բաբայան, լավ, գործը հարուցվել է, որպեսզի պարզվի, ով կամ ովքեր են այդ տեսանյութը տարածել, խախտել մարդու ընտանեկան։ Այո, ովքեր են խախտել ընտանեկան ներողություն, անձնական եւ ընտանեկան գաղտնիքի այդ արգելքը, ովքեր են խախտել այս միջոցով։ Մենք պնդում ենք, որ անձնական եւ ընտանեկան գաղտնիքի խախտում տեղի չի ունեցել, որովհետեւ այդ իրադարձությունները չեն եղել։ Դրանք չկան իրականության մեջ, դրանք կեղծ են։ Քննչականը չպետք է քննի բազելու, թե ամեն դեպքում ովքեր են փորձել մարդու բարի համբավը արատավորել, տարածելով նման տեսանյութ։ Քննչականը դա պիտի շատ վաղուց սկսեր, որի վերաբերյալ Արշակ Սրբազանի ցուցմունքում նաև ասել է, որ թեև այդ հոդվածի իմաստով ես ուժող չեմ, որովհետև անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի բան չի եղել, հա, բացահայտում չի եղել, բայց իմ նկատմամբ իրականացվել է ատելության տարածում, սերմանում, եկեղեցու նկատմամբ այս կեղծիքի միջոցով, հետևաբար այո հորդորել է, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականացվի։ Ես տեղեկություն չունեմ, եթե լիներ, կարծում եմ իրենք հայտարարեն։ Պարոն Բաբայան, հստակեցման նպատակով քննչական կոմիտեի փորձագետն է եղել, փորձագիտական եզրակացություն տվողը, թե արտապատվիրակվել է ծառայությունը։ Պարզ չի, պարզ ասեմ, պարզ չի, չգիտենք ում ասել։ Անուն ազգանուն ունենք, բայց ոչ գիտենք որտեղ ինչ կրթություն ունի, որտեղ աշխատում, որևէ տվյալ չկա, մինչդեռ սովորական իրական փորձաքննություններում այդ բոլոր տվյալները պետք է լինեին։ Իհարկե անուն ազգանուն։ Ինչ է պատրաստվում անել հաջորդի, եթե ասում են դատավարական երաշխիքներով չի ձեռք բերել եւ այլացիկ չեք պատրաստվում կծել գործին, բայց հաջորդի ձեր քայլերը որոնք են ներում, եթե ստանաք եւս 10 փորձակնության եզրակացություն, ինչ եք անելու։ Այս առումով, տեսագրության առումով, մենք այլևս անելիք չունենք։ Այս պահից նույնիսկ համարում եմ փակված այս թեման, մասնավորապես տեսագրության մասով։ Մենք հաստատեցինք, որ տեսագրությունը իրականության հետ կապ չունի։ Մենք հաստատեցինք Արշակ Սրբազանի պնդումը, որ այդ տեսագրությունում ինքը գոյություն չունի։ Մնացածը արդեն ասել ենք սկզբից ցուցմունքով, հիմա էլ ասեցի հայտարարությամբ, դա արդեն քննչական կոմիտեի անելիքն է, որպեսզի բացահայտի կեղծարարին, բացահայտի դրա նպատակները եւ վերջնական գնահատական տա։ Այս իմաստով, չգիտեմ, վստահ չեմ որ կբացահայտի, կասեն կեցեք, բայց չգիտեմ։ Իրենց շահագրգռվածությանը հետևելով կարող եմ վստահ պնդել, որ չէ, որովհետեւ փոխարենը այդ ուղղությամբ իրականացնի քննություն ինքը ամեն անգամ հայտարարում է, որ արդեն հաստատվել է եւ վերջ, պարզ է, չէ՞ որ եթե իրենք պնդում են, որ արդեն հաստատվել է, որ այդ անձը Արշակ Սրբազանն է, ուրեմն այն ուղղությամբ բացարձակ գործողություն չեն անում։ Շահագրգռված, որ անդադ ասի, որ կա մի եզրակացություն, որը ասել է, որ նա է եւ ուղղությունը տանում է միայն անձնական կյանքի իրավունքին։ Ես կարծում եմ շատ բարձ քաղաքական դրդապատճառները, որովհետեւ այս քրեական վարույթները այդ թվում եւ հիմա այն քրեական վարույթը, որով այս պայն կալանքում է գտնվում Արշակ Սրբազանը, արդարադատության եւ քրեական իրավունքի հետ որևէ աղեր սահմանչություն չունեն։ Սա նպատակը Արշակ Սրբազանի վնասելն է, վարկաբեկելն է, անազատության մեջ պահելն է, ինչ իրականացնում են։ Պարոն Բաբայան, տեսանյութում քանի որ երկու անձ է երևում, ենթադրվում է, որ պետք է պարզի նաեւ մյուս անձի ինքնությունը հասկանալու համար արդյոք նա այս գործով դժող է, թե ոչ եւ ինչ դիրքորոշում ունի, ընդունում է, որ ինքն է տեսանյութում, թե չէ։ Ձեզ հայտնի է, թե այս ուղղությամբ ինչ արվել, այսինքն բարձելու համար տեսանյութում արկա երկրորդ անձի ինքնությունը եւ նրան կարգավիճակ տալու եւ այսինքն այս մենք փորձակնությունը արվել է նաեւ բարձելու համար ով է երկրորդ անձը եւ նաեւ լավ այս հարցին ուրեմն իմ ներկայացրած փորձակնությունները ցույց տվեցին, որ անձանց նույնականացում հնարավոր չի անել։ Հիմա եթե որևէ անձի, ես հասկանում եմ հարցի էությունը, հասկանում եմ, պատասխանեմ, թե այլ անձի կամ տեսագրության մեջ ենթադրյալ անձի, հա, որ կեղծ տեսագրության մեջ
հարցաքննել են թե չէ, ես չունեմ այդպիսի տեղեկություն, ունենալու դեպքում էլ իրավունք չի ունենալ հայտնելու, որովհետև այնտեղ նախաքննական գաղտնի կա։ Բայց պնդում եմ, որ ենթադրյալ այն անձին, որոնց անունները կարող էին շրջանառվել, բոլորը միանշանակ հենց սկզբից էլ պնդել են, որ տեսագրությունները իրականության հետ կապ չունեն, դրանք կեղծված են, ինչն էլ այսօր հաստատվի։ Ձեզ վերաշկի առաջ հաստատեցի փորձակնություններով։ Պրակտիկայով հենց այս գործով ցույց է տվել, որ դա նախաքննական գաղտնի քննչական կոմիտեն հրապարակել տեսանյութումով է եւ այդ ինֆորմացիան կարծում եմ դուք կաշկանդված չեք լինի հայտնել եւ այդ արշակ Նախաբանը շատ է դրանից, բայց նախաբանին արձագանք եմ, եթե մի անձի վերաբերյալ ներողություն, լավ։ Պարոն Բաբայան, երկու փորձակնության, երկու երկրի փորձակնության բացառի 3 սպասում եք, թե Հա, սպասում եմ եւս երկուսին, երկուսին, որ երկրներից է։ Չեմ ասում։ Կարող է Ռուսաստան, Սերբիա, մյուսը Չեռնագորիա, ասենք, քննչական կոմիտեի համար, դա ասենք Ռուսաստանը մեր համար Ես Ժորժան, հասկացա, այս փորձակնությունները քննչական կոմիտեի համար չեն, որ մենք էլ ակնկալենք իրենց դիրքորոշումը կարծիքը։ Իրենց բավարար չի, դա իրենց խնդիրն է, մեզ բացարձակ չի դարձնում այդ հարցը։ Մենք փորձակնությունները արել ենք հաստատելու համար Արշակ Սրբազանի պնդումը հանրությանը ներկայացնելու համար, հանրային դատարանում հանդես գալու համար։ Քննչական կոմիտեի կարծիքը այս առումով մեզ հետաքրքիր չի եւ մենք չենք էլ ուղարկելու քննչական կոմիտեին, որտեղ իմաստ չունի։ Որ երկրներից եք սպասում։ Չեմ ասում, դե կասեմ։ Բայց իսկ ինչ փուլում է հիմա այն քրեական բարույթը, որով իշխանության Արշակ Սրբազանը կամենաբարության մեջ է։ Նախաքննության փուլում իր մասնակցությամբ որևէ քննչական կառավարական գործողություններ չի իրականացվել, մի անգամ երկարացվել է դատական կալանքը, որը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, հիմա սպասում ենք վերաքննիչ դատարանում ում կմակագրվի, ասեմ, որ մինչև երեկվա տվյալներով Առաջինացյանի դատարանը, մասնավորապես Ֆարխոյանի կազմը դեռևս նյութերը գործի չէր ուղարկել վերաքննիչ դատարան, որպեսզի վերաքննիչ դատարանը հնարավորություն ունենա, աշխատակազմը հնարավորություն ունենա մակագրումն իրականացնելու։ Պարոն Բաբայան, եւ գիշեցի հաստատանը, այլ քննչական կոմիտեն ասում է, որ ձեր փորձակնությունները բարույթի ամբողջական նյութերի ուսումնասիրության հիման վրա չեն արված, ըստ էության ուզում էի հասկանալ դուք եւ քննչական կոմիտեն նույն գերակետային տվյալներն եք փորձագետներին տվել, որպեսզի եզրակացություն տան, թե ինչ-որ բան կա, որը Ինձ հետաքրքիր չի քննչական կոմիտեն, ինչա նախ չի տվել, դերություն հարցին պատասխանում եմ, հա։ Քննչական կոմիտեն տվել է հայտնի տեսագրությունը, որտեղից որ հանել են այդ իմ ցույց տվածը, հա, այս եղել է տվածը։ Ես տվել եմ բոլոր տեսագրությունները եւ խնդրել եմ տեսագրությունների վերաբերյալ փորձակնություն։ Ելակետային տվյալները իմ հենց իրենք բաներն են, տեսագրություններն են։ Դրանք Այո, որտեղ ուրիշ տվյալ իրականում իմաստ չկա, որտեղ իրական տեխնիկական փորձակնություն ասա։ Տեսաձայնագրային, որպեսզի պարզվի սա իրականությանը համապատասխանում է թե չէ, որևէ անձի ցուցմունք պետք չի։ Որովհետև եթե օրինակ բարույթի նյութերում ունենան, իդեպ շնորհավորում եմ փաստաբանական ակադեմիայի ընդունվելին, հա, դրա համար ավելի լավ կհասկանաք։ Եթե անգամ լինեին տվյալներ, ցուցմունքներ, որ ինչ որ մարդիկ ասում են մենք մեր աչքով տեսել ենք դա, միևնույնն է, փորձակնությունը դրա հետ առնչություն չունի, որովհետև փորձակնությունը շատ կոնկրետ, տեխնիկական, խորը մասնագիտական հարցալուծում։ Այս վիդեոն իրականությունում եղել է թե չի եղել։ Հիմա ով ինչ ուզում ասի, ինչ տվյալ ուզում լինի։ Մարդիկ ասում են, տեսագրությունը կեղծիք է, ստեղծված է արհեստական բանականության օգտագործման ծրագրերի միջոցով։ Խնդրեմ միկրոֆոն։ Պարոն Բաբայան, հարցը նորից կալանքի վերաբերյալ է, ինչ է պատճառը, որ Արշակ Սրբազանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ, հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա հունիսից կարծես թե թիրախավորել էր Սրբազանին, կարող է ինչ-որ առումով նաև վախենում է նրանից։ Ես չգիտեմ, վախերի մասին չեմ ուզում խոսեմ, ինչն է պատճառը, պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը չի ուզում, որ Արշակ Սրբազանը լինի ազատության մեջ։ Ինչի համար են այդպես անում։ Գիտեք, կարող ենք վերլուծություններ տրամաբանական ինչ-որ բաների փորձել գալ։ Չգիտեմ, իմ կարծիքով ոնց որ այստեղ ինչ-որ անձնական վրեժխնդրություն լինի։ Եթե մի քիչ ուրիշ հարաբերություններ կարող եմ մտածել նույնիսկ խանդի հարցեր կան, արդեն չես հասկանում դա ինչա կասում, որովհետև 18 թվականի գործով հիմա ինչ-որ վերակենդանացնել, բերել, հնարել մի մեղադրանք եւ այդ առումով կալանքի տանել, մենը թմրամիջոցի իրացում դրա մասին եմ շատ խոսել, թմրամիջոցի
իրացման նպատակով շրջանառություն հոդվածը ընդհանրապես տեղանություն չունի եւ այլն։ Ինչ ասես կարա լինի։ Կներեք այդ ապացույցը, որ ասում են հնարավոր օրեր կա, չկա։ Քննիչը ինձ հայտնել է եւ թույլատրել է, որպեսզի դրա մասին հայտարարեմ, դեռ նախորդ անգամ էլ եմ ասել, որ ինքը զարմացած է, թե որտեղից է այդ ինֆորմացիան։ Սկզբից ասեց զարմացած եմ, թե որտեղից է այդ ինֆորմացիան, հետո ասեց չէ, ոչինչ բան էլ չի կորել։ Այդ հարցունենք։ Պարոն Բաբայան, տեսանիք եւ արդեն դեր ունեցած վերլուծությունները առանձնապես տեխնիկական բաղադրություն ներկայացում է, մասնագիտական մեթոդներ, որպեսզի տեսնել այդ փորձարկությունն արվել, այն երբեմն երբեմն դաշնի վերաբերում Արշակ Սրբազանի կամ որևէ հոգևորականի, այլ Հասկացա հարցը, ճիշտ ասած ես դրա մասնագետը չեմ կարող պնդել հնարավոր է մեր մոտ դա անել թե ոչ, բայց կարծում եմ գոնե փորձ հնարավոր էր անել, նշանակել, թող փորձագետն ասել, որ չէ։ Ինքնին այն հանգամանքը, որ անգամ այդպիսի փորձականություն չի նշանակվել, ես ունեմ դրա մասին պաշտոնական հաստատում, որ չի նշանակվել։ Երբ որ հարցում եմ իրականացրել երկրորդ փորձականություն կա թե չէ, ասել են չկա։ Ինքնին որ չի նշանակվել, վկայում է իմ համոզմամբ այն մասին, որ քննչական կոմիտեում լավ էլ գիտեն, որ այդ տեսակցությունները կեղծ են։ Ինչու այստեղ չարեցիք այդ փորձարկությունները։ Որովհետև այստեղ մենք փորձականությունների այդ բանա, ՊՕԱԿ-ը եւ մյուս կազմակերպությունները, երկու կազմակերպությունը, եթե չեմ սխալվում, մեր փաստաբանական փորձից ելնելով նրանք առանձին պատվերներ չեն ընդունում։ Ասում են ծանրաբեռնվածությունը շատ եղել է, որտեղ ես այլ քրեական վարույթներով անհրաժեշտություն եմ ունեցել տեսագրության որոշակի դատատեսազայնագրային փորձականություններ անելու, չեն ընդունում, թեև քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս, բայց չեն ընդունում, ասում են մենք ժամանակ չունենք, պետական պատվերները շատ են։ Ենթադրյալ քեռակի ուժով է այս գործը։ Չհասկացա։ Քեռակի Քեռակի որի մասին խոսվում է, ուժով է այս գործով։ Ես ներկայացնում եմ Արշակ Սրբազանին, Արշակ Սրբազանը փաստացի տուժել է այն արարքից, որը քիչ առաջ ես ներկայացրեցի։ Եվ դրա եւ Արշակ Սրբազանը տուժող չի ճանաչվել, որովհետեւ այն պնդում է, որ իրենք են անում, մենք այդ պնդումով տուժող Արշակ Սրբազանը իրենք այո, տուժող իրեն ներողություն վերջացնեմ, ինքը իրեն տուժող չի համարում այն հոդվածով, որով որ իրական վարույթը իրականացում է։ Հետևաբար, տեսագրությունները կեղծ են եւ ցանկացած անձի, որ կվերագրվի այդ տեսագրությունների բովանդակությունը նույնպես իմ համոզմամբ փաստացի տուժում է։ Ներողություն ասկով հարցունենք։ Ներողություն իսկապես որ վկայի կարգավիճակ։ Ուղղակի փաստացի ինքը տուժել է այն իրադարձություններից, որի մասին եւ ինքն է ցուցմունքով ասել եւ ես էլ քիչ առաջ հայտարարեցի։ Պարոն Բաբայան, բայց մենք Արշակ Սրբազանը իրեն տուժող չի համարում եւ տուժող չի։ Վարույթը իրականացնող մարմնի համար անձի իրեն տուժող համարել չհամարելը կարծես թե պիտի էական նշանակություն չունենա, չէ՞, եթե անձը ունի նշանակությունից այսինքն ոնց ունի, անձը չի համարում իրեն տուժող, բայց փաստացի տուժել է, այսինքն պետք է առաջնորդվենք անձի ցանկությամբ դիրքորոշմամբ բացառապես։ Տեսեք, հաշվի առնելով պնդումը, որ տեսագրությունները կեղծ են, հետևաբար ուղղակի տուժող ճանաչելու դեպքում մեծ սխալություն կտային։ Որովհետև կստացվեր, որ մեր տված պնդմանը իրենք չեն հավատում, ինչ իրավունքը չունեն։ Եվ մեր պնդումը, որ պետք է քննություն իրականացնենք այս ուղղությամբ, եւս մեկ անգամ կհաստատվեր, որ իրենք չեն ուզում իրականացնել։ Դա է պատճառը, որ տուժող չեն ճանաչել։ Եվ նաև ընդ որում ես նորից հիշեցնեմ։ Ներողություն վերջացնեմ, երբ որ պատասխան ունեն եւ հրապարակել են եւ ասում են, որ երբ որ ես ասում եմ, որ տուժող չի ճանաչում, նկատի ունեմ այն հոդվածով, ինչով այո, այդ հոդվածով տուժող չի ճանաչում։ Հիմա իրենք բերել են փորձականություն, ասում են, որ այս երկու լուսանկարների համադրությունից կարելի է եզրակացնել, որ անձինք նույնն են։ Մենք էլ ասում ենք, որ կարելի է եւ չի եզրակացնել։ Բայց կան արդեն հա, մենք պնդումը մեր այն է, որ տեսագրությունները իրականության հետ գոյություն չունեն։ Դուրը հաստատվեց այս փորձականություններով, հիմա գիտեք ինչ չեն պատրաստում իրենց փոխարեն հարցերին պատասխան։ Ինչու չեն ճանաչել։ Իրենք գիտեն։ Պարոն Բաբայան, մենք ամենուր խոսում ենք տեսանյութի կեղծ լինելու մասին, բայց օրինակ մեր կարծիքով ում է պետք է տեսանյութը կեղծելը, ու սա պրոցեսը հենց եկեղեցու դեմ ուղղված, թե պրոցեսը Արշակ Սրբազանի դեմ ուղղված։ Կոնկրետ անձանց չգիտեմ, բայց գիտեմ տրամաբանում եմ, որ պետք էր սա այն անձանց, ովքեր դրա մասին ամենաշատն են խոսել, մինչև տեսագրությունների, այդ տեսագրությունների ստեղծումն ու հրապարակումը այդպիսի ակնարկներ էին անում,
եւ հիմա է տարբեր հեռուստաընկերություններում հարցազրույցներ են տալիս, պնդելով թե դա իրականություն է, թե այդ տեսակետությունները իրականություն է եւ խոսում են Բելգիայի կեղծ փորձականության մասին։ Ես այնքան կոնկրետ ասեցի այդ մարդկանց մասին, սրանից ավելի կոնկրետ տիաններ է, դա կարծում եմ իմաստ չէ։ Այդպես սա պետք է այդ բարենորոգման, այսպես ասած, օրակարգը առաջ մոտելու եւ զարգացնելու։ Չեմ կարծում, սա չգիտեմ, գուցե եւ, բայց ես մի քիչ առաջ դրա նպատակներից որ խոսում էի, ասեցի, ցանկացած բան կարելի է ենթադրել մի քիչ այդ պայմանների դեպքում նույնիսկ խանդի տեսարաններ կարող է նկարագրել։ Պարոն Բաբայան, կհիշեցնեք, իսկ այդ գործը Որ Այդ նոր դրա մասին ենք խոսում, էլի անձի անձնական եւ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելու հոդվածով։ Թիվը չեմ հիշում հոդվածը քրակումից։ Իսկ հնարավոր է նոր բարույթ նախաձեռնել, օրինակ, որովհետև Արշակ Սրբազանի բարի համարը վերջերս արագավոր դեպք։ Դե մենք դրա մասին ենք խոսել, այսքան ժամանակ էլ դրա մասին, որ այդ ուղղությամբ պիտի իրականացնեն։ Ընդ որում պետք չի նոր հոդվածով, ներողություն, պետք չի նոր հոդվածով վարույթ սկսել, բան, հենց այդ գործի շրջանակներում, այդ վարույթի շրջանակներում այդ ուղղությամբ պետք է նաև իրականացվի ակտիվ քննություն։ Բանվականին պատասխանել է, որ չեմ կարող, որովհետև հաղորդումը եղել է անձնական կյանք, այսինքն Դանիել Յոհաննիսյանը այս հոդվածով էր հաղորդում ներկայացրել, հետևաբար այս ուղղությամբ էլ դիմում ենք, բայց ընդհանրում չի կարող փոխվել։ Իսկ իհարկե կարող է, զարմանում եմ, եթե տես պատասխան են տվել, որովհետև Դանիել Յոհաննիսյանը օրինակ կարող է մի այլ դեպքով ենթադրենք գողության համար հաղորդում ներկայացնի, բայց բարձրի կողոպուտ ա եղել կամ ենթադրենք, չգիտեմ, յուրացում ա եղել, ուրեմն պիտի չհարուցեն, չգիտեմ ինչ պատասխան են տվել, մասնագիտորեն անհասկանալի։ Պարոն Բաբայան, իսկ դուք այս տեսանյութերի հանցագործության մասին հաղորդում եք ներկայացնում։ Վարույթը արդեն կա, մենք գտնում ենք, որ դրա շրջանակներում քննչական կոմիտեն պարտականություն ունի նաև քննելու այդ ուղղությունը։ Մենք չենք ասում այն ուղղությունը մի քննենք, թեև անիմաստ այդ ուղղություն քննելը, բայց չենք կարող ուղղորդել կամ իրենց փոխարեն որոշել, բայց մենք պարտադիր ենք համարում նաև այդ ուղղությամբ քննությունը իրականացնելը, որը ես տեսնում եմ, որ չի իրականացվում, որովհետև փոխարենը այդ ուղղությամբ քննություն իրականացնել, իրենք այն հայտնի վերջի այդ հայտարարությունն են անում, որով ցույց են տալիս, որ այդ ուղղությամբ իրանք անգամ չեն էլ ուզում մտածել, մասնավորապես պնդելով, որ արդեն հաստատված է, որ նույն անձն է։ Եվս մի հարց, կալանքի թեմային անդրադառնանք դեկտեմբերի 5-ից կանոնավորված է արդեն 4-ից այս ամբողջ ընթացքում ինչ գործողություններ են, այնինչ հրապարակային է արվել, որ հասկանալի լինի, ինչի համար է Արշակ Սրբազանը այսքան ժամանակ ազատ-ազատված կարող է ոչ Ես դոտել։ հասկացա, կարող եմ ասել միայն Արշակ Սրբազանի մասնակցության գործի մասին։ Եղել է մի հարցաքննություն թմրամիջոցի հետ կոնկրետ կապ չունեցող եւ կալանքի երկարացման նիստ, ուրիշ ոչինչ չի եղել։ Մեր մասով, հա, Արշակ Սրբազանի մասով։ Թե այլ անձանց հարցաքննել են, ինչ են արել, դա չգիտեմ։ Ну, գիտեմ չեմ ասի, իրավունք չունեմ։ Պարոն Բաբայան, այս տեսանյութի հրապարակումից հետո նաև լինած թեզեր շրջանակում, որ այս տեսանյութերը իբրև կաթողիկոսն է, ամենայն հայոց կաթողիկոսն է նկարել, կազմակերպել, նկարել շրջանառել։ Հիմա այդ հարցին պատասխան գիտեմ ասել եք թե կեղծ են տեսանյութերը, Բաղոր գիտես ինչ ես հարցնում։ Կաթողիկոսի և Արշակ Սրբազանի հարաբերությունները ինչպիսին են։ Ես կարծում եմ դա տեսանելի է բոլորին։ Դա բոլորն են տեսել, որ ամենաամուր պաշտպաններից մեկը թե եկեղեցու եւ թե վեհապարի եղել է Արշակ Սրբազանը։ Եղել եւ շարունակում է մնում։ Այսինքն ինքը Արշակ Սրբազանը չունի կասկած, որ կարող է կաթողիկոսի նման բան անել։ Գիտեք, այդ անհետեթության մասին նույնիսկ չենք էլ քննարկել, որ ես հիմա ասեմ ունի թե չունի կասկած։ Իսկ հնարավոր է բացելի դեպք չով է տարածել։ Քննչականից մեր ակնկալիքը է դա որ բարձր։ Ով է կեղծել եւ տարածել։ Եթե չէ, ուզում եմ ասել, եթե ավարտեցինք, բայց նկատեցինք, ոնց որ չենք կարող։ Բաբա մի ճշտում էլ էլի դուք ասեցիք, որ ուղարկել եք մայրաթոր փորձակնության արդյունքները։ Իսկ այս ընթացքում պատրաստվել եք կամ գուցե ուղարկել եք նաև Հայաստանում գործող միջազգային կառույցներին, որոնք այսպես պնդում են, որ հետևում են պրոցեսներին եկեղեցու շուրջ իրականացվող, ամեն որպես մարդու իրավունքների խախտման դրսևորում եւ այլն։ Միջազգային կառույցներ, Եվրոպական միության գրասենյակ, ՄԱԿ, գիտեմ, դեսպանություններ, որոնք ժողովրդավարության մասին Հայաստանի ինչ-որ պարբերաբար հայտարարություններ են անում։ Անկեղծ ասած, այս առումով, տեսագրությունների առումով, այս պահին դրա նպատակահարմարությունը չեմ կարողանում հասկանալ, բայց այս ամեն ինչը հրապարակային է, իրանք բնականաբար դա տեսնում են, արձանագրում են։
Չգիտեմ, չենք քննարկել նման բան եւ դրա նպատակարարությունը այս բային հենց այն գործով, հա տեսագրությունների գործով չեմ կարողանում տեսնել։